Ժողովուրդ, տեսեք, այսօր ինչ եմ անում։ Առավոտյան արթնացա, որ խաղում, շատ շոկ էր, չկարողացա թողեմ իրիկվա հողին։ Ինձ լավ, հասել լավ։ Խաղեմ տանեմ տենամ, դրանով ինչ կարելի է պատրաստել։ Շատ է հասել, մի բան էլ ավել, չեմ կարում ձեռ տամ, շոկվում է իրարից։ Կարևորը հեշտությամբ է օգնում, որովհետև ճյուղերը մատղաշ է, հետո շատ ճկունեն այս վիշնի, շպանգայի ճյուղերը հեշտությամբ թեքվում է ոնց ուզում ես։ Չես դժվարանում խաղելուց։ Իսի էստեղ։ Հիմա հասնենք այս մի կողմը։
Ժողովուրդ, հələ տեսեք, էս ինչ լավ թուփ կա, մատղաշ, թարմ թփերա։ Շատ մատղաշա, թարմ։ Էսի ծայրերինն է, որ սենց մատղաշա։ Հիմա գնամ հակառակ կողմը քաղել։ Դուք հլես տերերի մեծությունը նայեք, արգելիներիս նայեք, իսկական պասուս տոլմի տերևները։ Լավն է, այ։ Այսօր քաղեմ առավոտյան էլ թելնեմ, էլի քաղեմ նոր աղաջուր կդնեմ։ Եկա, Արամիկ ջան, եկա։ Թորնիկս էլ կանչում է, չի թողում, որ գործ անեմ։ Եկա, Արամիկ, եկա։ Հիմա ինչ եմ անում, ժողովուրդ ջան, էսի սենց լվալու եմ, մաքրեմ էս էրեսի ջուրը թափեմ, հենց սենց տերևներով դնելու եմ նորից բաշեմ, հետո նորից տրորեմ։ Օջերը չեմ հեռացնում, այսպես։
քիչ հաղարջել կա, հաղարջել քաղեցի մի քիչ։ Այսպես։ Ասենց ընդհանուր բոլորը կդնենք գազին ու կերացնենք ծիրանի նման։ Հետո նորից խամիչով կանցկացնենք։ Սա որ դնեմ գազին, սկսելու է եռալ ժողովուրդ։ Հենց որ եռած ինքը արդեն կնստի, հետո էսի կավելացնի։ Այս թասիկի մեջին կավելացնի։ Հիմա սա արդեն դնեմ գազին։ Չիրն ասա, այլ հիմա նորից ելանան վերցնեմ։ Չորանը հետո նորից հավաքել տոպրակներով նորից կտեղափոխել սա ժողովուրդ, տեսեք արդեն ինչքան շատ է լցրեք ածծայի մեջ։ Հիմա Համանի մեջին էլ վերում ավելացնեմ, որ հավասար բոլորն էլ իրար հետ սկսի եթելը։ Այսպես։ Այսպես։ Ուրեմն ասեմ ինչ եմ անում, որ հասկանալի լինի։ Հիմա սենց ամբողջությամբ, տեսեք, էփում եմ։ Տեսեք ինչ լավ էփել է, դա ինքը հենց արդեն հասած էր, շատ հասած էր։
կթողնեմ գազը կանջատեմ, կթողնեմ կսարի, նույն գործողությունը կանեմ, ոնց որ ջեմն եմ արի ժողովուրդ ու պատրաստելու եմ օշարակ հենց այս շպանգայով օշարակ եմ պատրաստելու այս ձևի շաքարավազ կլցնեմ, կեպեմ ու կլցնեմ կապրոնե շշերի մեջ, կպահեմ սառցարանում ձմեռվա համար կլինի շատ համով հյութ ժողովուրդ կամպոտից էլ համով է շատ իմ մամասա միշտ ամեն տարի մամաս հարսս իրանք են այսպես պատրաստում այս տարի որոշել եմ որ ես էլ հենց սենց պատրաստեմ կարելի է նաև ուրիշ մրգել խառնած օրինակ խնձոր շատ հաղարժ լինի գիլաս լինի ամեն ինչ էլ ծիրան Կանանք խառնենք հետը, էլի նույնությամբ պեպենք, կրորենք, բայց ես որոշեցի, որ հենց մենակ պատրաստեմ այս շպանգայով։ Ուրեմն ասեմ, խեմ ասում շպանգա, ժողովուրդ ջան, վիշնի էլ ունեմ, փոքր ծառա, դեսա վիշնիի մեծ տեսակն է, կոչվում է շպանգա, այդպես են ասում, Վիշնի շատ մանր է, ավելի մանր է, այդքան շատ բերք չի բռնել, բայց ունեմ, դա էլ պետք է հավաքեմ, դա երևի հենց կամպոտ կանեմ, իսկ ես էլ հենց այս տարբերակով կանեմ։ Հիմա տաքա, չեմ կարող որ քամիչով անցկացնեմ, կթողնեմ կսառի, հետո նոր կանցնեմ իմ գործին ժողովուրդ, հիմա անջատեմ գազը, բացատրեմ, որ հասկանալի լինի լավ կլիներ, որ տերև էլ հետը էփեի հենց այս նույն մրգի տերևն էլ հետը էփեի որովհետև այդպես էլ են անում այդ տարբերակով ես տեսել եմ տերևով տեսեք, բայց ինչ լավն է ժողովուրդ, հենց սենց խմեք, հենց սենց, այս սենց առանց շաքարավազի, առանց ինչ-որ բանի, հենց այսպես։ Հիմա գազը անջատեմ, արդեն բավական է, իչքան էփել է։ Տեսեք, իչքան ջրային մարսա դուրս տվե։ Վերջ։ Հետը հասա կոֆեին, մի հատ կոֆե խմեմ, հետո անցնեմ գործի։ Մի քանի կտորնա մնացել խմորեղենից ու ասեմ հարգելի հետևորդներ ջան, շատ համով էր ով օգտվեց այս խմորեղենից, իրոք շատ գովեց, շատ համով էր, որը բիսկվիտը, որն էլ իր մանյով պատրաստած կրեմը։ Այս էլ այստեղ, այս բոլորը կվերցնենք, կգնանք հյուրասենյակ։ Տեսնենք ինչ ծմերուկ է։
Շատ ժամանակ արել ենք, բերել ենք, հագել հետև որտեղ չան, տվել ենք հավերն են կերի, որովհետև ուտելու բան չէր։ Այսի ոչինչ լավն է երևում, բայց այսքան տեղը պետք է կտրեմ, հանեմ, որովհետև երևում է, որ վնասված է։ Այս մասն էլ ծմերուկ ենք աղում, բայց տալիս ենք հավերին, ժողովուրդ ջան։ Վնասված մասերը, որ չարժի կերած։ Ուրեմն ասեմ, հարգելի հետևորդներ, այս սիրոպը, որ պատրաստելու եմ, կքամեմ, բայց դեռ ունեմ էլի ծառի վրա հավաքելու, ոչ բոլորն եմ հավաքել, որովհետև վերևի ճղները չեմ կարողացել քաղեմ, դա երևի առավոտյան։ Հիմա այս բոլորը կքամեմ քամիչով, եթե տեսնեմ պետք լինի, նորից առանձին կանցկացնեմ, նորից երկրորդ անգամ քամիչով, եթե չէ, հենց մի անգամ կանցկացնեմ ու կդնեմ կեփեմ, էփելու ընթացքում կավելացնեմ մի քիչ շաքարավազ, նորից մի քիչ կեռացնեմ, պետք չի որ շատ էփի ու հետո կավելացնեմ ջուր, ասեմ որ ջուր էլ պետք է ավելացնեմ, հետո կպատրաստեմ շատ համով սիրոպ ստացվում, էսի ու կդնեմ արդեն սառցարանում, բայց որոշել եմ, որ հենց մի հատ մի շիշ, այդպես կես լիտրանոց շիշ, մենակ առանձին շաքարավազով, այդպես դնեմ սառցարանում, ձմեռը բացեմ հենց ջրով, մեկ բաժակ ջրով բացեմ, մեկ քթալը, մեկ բաժակ ջրի հետ և խմեմ, որովհետև շատ օգտակար հատկություններ ունի, բոլորս էլ գիտենք, որ վիշնին, մանավանդ հենց մանր իսկական վիշնին, հենց ինքը առողջարար հատկություններ ունի, հենց այդ մի շիշը կպահեմ ինձ համար, որ ամեն առավոտյան խմեմ, դա իմ լավ հետևորդներից է ինձ ասել, տիկին Անահիտն ասել ինձի, որ այսպես պատրաստեմ, օգտվեմ, հետո ունեմ նորից հավաքելու, ասեցի չէ, որ մանր վիշնի էլ ունեմ, պետքա կամպոտ անեմ, որոշել եմ, որ հենց այդ վիշնի հատիկներն էլ դնեմ սառցարանում, մեկ եղած ժամանակ հենց սառցարանից կհանեմ, եռասարս ջուր կլցնեմ վրան, այդ հատիկների վրա ու նորից կխմեմ, հարգելիներս։ Բայց սա հիմա ոչ մի բան չեմ անելու, որովհետև շատ տաք է, կարևոր ինքը եռացել է, չի թթվի այստե գազի վրա, առավոտյան նոր կշարունակեմ մնացած գործողություն, հարգելի հետևորդներ ջան։ Դե ես արդեն գնում եմ հյուրասենյակ իմ կոֆեն խմեմ և ուզում եմ այսքանով էլ ավարտեմ։ Իմ լավ հետևորդներին էլ ասեմ ամենալավն ու բարին ձեզ և ցտեսություն բոլորիդ։ Տեսեք ամուսինս ինչ լավ ծիրան է քաղել, բերեմ մեր այգուց, ես գիտեմ ծիրան չունենք, ծառերի ծերերից է քաղել, ես գիտեմ, որ ընդհանրապես ծիրան չունենք, ինչ կարողացել եմ, հավաքել եմ, օգտագործել եմ, բայց տեսեք, որ կա, ում նկարած ծիրան ժողովուրդ, ինչ լավ ծիրան է, ինչ լավ ծիրան։ Էսի մի ծառից ես քաղել, թե տարբեր ծառերից։ Դե արի, կոֆեն սառեց։